Միացյալ Նահանգներն արդեն անկաշկանդ ցույց է տալիս իր ներգրավվածությունը Իրան-Իսրայել հակամարտությունում։ Truth սոցիալական ցանցում Թրամփը ոչ այս կողմ, ոչ այն կողմ Իրանին կապիտուլյացիայի առաջարկ է արել, հանձնվել առանց նախապայմանների։ Եղավ այն, ինչ որ սպասելի էր։ Բայց ո՞րն է ամերիկացի առաջնորդի պատկերացրած կապիտուլյացիան։ Ինչ է Վաշինգտոնը պահանջում Թեհրանից այս փուլում։ Ինձ թվում է Թրամփը ինքն էլ լավ չի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում։ Հավանական է պետք է դա լինի հայտարարություն, որ Իրանը ընդունում է բոլոր պահանջները։ Միջուկային ծրագիրը մեկ, որ Իրանը իր զինված ուժերը չվերականգնի այն կորուստները, որ ունեցել է։ Թվարկված պահանջներով չի բավարարվի Թրամփը, վստահ է Արևելագետը։ Ռուբեն Սաֆրասյանի կարծիքով նահանգներն ու Իսրայելը գնալու են այնքան, մինչև կազմալուծվի Իրանի ներկայիս վարչակազմը։ Այս անգամ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել են գնալ մինչև վերջ։ Կփորձեն այնպես հրահրել Իրանի ազգաբնակչությանը, որ դա արդեն վտանգ սպառնա ներկայիս վարչակազմին։ Փորձագետի պնդմամբ իրանցիներին իշխանության դեմ հանելու համար է հենց նահանգների ղեկավարը կոչ անում Թեհրանի բնակիչներին լքել մայրաքաղաքը, հայտարարում, թե լիակատար վերահսկողություն ունեն Իրանի երկնքում, այդպես փորձելով իրանցիներին հոգեբանորեն ճնշել։ Մենք այժմ լիակատար վերահսկողություն ունենք Իրանի երկնքում։ Իրանն ունեցել է օդային լավ համակարգեր, պաշտպանական սարքեր, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում արտադրվող տեխնիկայի հետ։ Փորձագետների պնդմամբ Թրամփն անցել է թույլատրելի գծերը Իրանի հոգևոր առաջնորդի մասին իր այս ստատուսով։ Մենք հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում Իրանի այսպես կոչված գերագույն առաջնորդը։ Մենք հիմա նրան չենք վերացնի, չենք սպանի, գոնե այս պահին, բայց մենք նաև չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն խաղաղ բնակիչների կամ ամերիկացի զինվորների ուղղությամբ։ Մեր համբերությունը սպառվում է։ Մի կողմից որ ազդեն հոգևոր առաջնորդի վրա, նրա մոտ վախի զգացողություն առաջացնեն։ Մյուս կողմից ցույց տան, թե իրենք ինչքան ամենակարող են, իրենք եւ Իսրայելը։ Եվ երրորդն էլ, որ ինչպես ասեցի, ներազդեն Իրանի բնակչության վրա, որ կարողանան համընդհանուր ընդվզումներ հրահրեն ներկայիս վարչակազմի դեմ։ Սաֆրասյանը չի բացառում, որ Իրանում ներքին ընդվզումներ լինեն, հաշվի առնելով Իրանի կազմից դուրս գալու քրդերի երեկվա հայտարարությունը։ Հնարավոր է համարում, որ քրդերի պես իրավիճակից օգտվեն Իրանի նաև մյուս շրջաններում ապրող ազգային փոքրամասնությունները։ Օրինակ Ատրպատականում, որ անվանում են Արևելյան Ադրբեջան, այնտեղ որտեղ կան թուրքական հատուկ ծառայությունների հովանի ներքո գործող մի քանի կազմակերպություն պանթուրքիստական, Թուրքիան կարող է ակտիվացնել նրանց։ Իրանում քաոս ստեղծելու համար Միացյալ Նահանգները պատրաստ է միջամտել իրանա-իսրայելական հակամարտությանը իր ամբողջ զինանոցով, նավատորմերով։ Հիմա դա անելու համար Թրամփին մեկ բան է կանգնեցնում։ Վախենում է, որ Իրանը կհարվածի մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Փորձագետի կարծիքով այս պահին Թրամփը սպասում է իրանական զինանոցի սպառվելուն, իսկ այդ սցենարը փորձագետի տպավորությամբ անիրական չէ։ Փաստորեն Իրանը կորցրեց իր զենքի, իր բալիստիկ հրթիռների մի զգալի մասը, մեծ մասը, եւ գնալով հակահարվածները Իրանի ավելի ծավալներով փոքրանում են, այսինքն սպառվում է նրա բալիստիկ հրթիռների պաշարը եւ ավիացիան է փաստորեն օդ չի բարձրանում։ Ինչ սցենարով էլ ավարտվի իրանա-իսրայելական հակամարտությունը, փորձագետների կարծիքով մերձավոր արևելքն այլևս առաջվանը չի լինի։ Մերձավոր արևելքը փոխվում է եւ ինչպիսի տեսք ունենա սրանից 1-2 տարի հետո շատ դժվար է կանխատեսել։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։